Ես ուզում եմ հարցնել Դավիթ Համբարձումյանի հետ կապված նախ ձեր գնահատականը, երեք կարծես թե արդեն նախնական հայտարարություն կամ նախնական չէ, վերջնական։ Հա, դուք համարում եք, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում Դավիթ Համբարձումյանը, քիչ առաջ ազգային ժողովի նախագահ ճիշտ հակառակն էր պնդում եւ ասում, որ 18 թվականի դեպքերը կան, այդ մասին կան տեսանյութեր եւ ինչ քաղաքական հետապնդման մասին կարող է խոսքը Ուրեմն կետ առաջին, երեք Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի հայտարարությամբ անդրադարձել է այդ հարցին, բնականաբար այն ինչ տեղի ունենում Դավիթ Համբարձումյանի հետ քաղաքական հետապնդում է, որը պայմանավորված է թե իր թիմ մակարդակում ակտիվությամբ եւ ազդեցիկությամբ եւ մի քանի անգամ ԿՊ-ին տարբեր հարթակներում հաղթելու փաստով եւ թե իհարկե նաեւ իր իմպիչմենտի թեկնածու լինելու պատիվունեմ խմբակցության կողմից առաջադրված թեկնածու լինելու փաստով, սա եւս մեկ անգամ ցույց է տալիս այսպես կոչված այսօրվա կառավարիչների վախը իմպիչմենտի գործընթացից դա մեկ Երկրորդ վստահ եմ արդեն ծանոթացել եք Դավիթ Համբարձումյանի տարածած հայտարարությանը, որ այս ամենը ինչ գնահատականներ է ինքը տալիս եւ նշում, որ վերադարձից հետո բոլորս միասին պայքարելու ենք Հայաստանում բոլոր քաղաքապետարների փաստացի այդ թվում նաեւ իր ազատության եւ ամենակարևորը իշխանապողության համար։ Ինչ վերաբերում է Սիմոնյանի ասացներին, ուրեմն այդ առաջին Սիմոնյանը նաեւ ասում է Արցախը չեն հանձնել։ Հետո Այսինքն ինչքան նա է ճշմարտության հետ կապ ունի, այդքան էլ սա մեկ։ Երկրորդը ԿՊ-ի կողմից ակնհայտ մանիպուլյացիա իրականացվում, ներկայացնելով մեկ այլ դրվագի կադրեր այս դատական գործի շրջանակներում։ Այսինքն այն ինչի մասին սա գրված է Համբարձումյանի հայտարարության մեջ դա գյուղերից մեկում տեղի ունեցած դրվագ է, որի մասնակիցներից ոչ մեկի նկատմամբ այժմ ոչ մի գործընթաց տեղի չի ունենում Բայց կազմակերպիչ կա։ Ես տենց քրեական գործ չէի տեսել, որ ոչ, այ որ ասում եմ բոլորիդ մանիպուլացնում ա, չեք լսում։ Դա այդ քրգործը չի, այդ քրգործով եթե չեմ սխալվում նույնիսկ վճիռ կա, բայց տենց երկար չխոսեմ դրա մասին։ Սա լրիվ ուրիշ դեպք է։ Գրված է պարոն Համբարձումյանի հայտարարության մեջ, իր փաստաբանների հայտարարության մեջ, այն նորից եմ ասում, ինքը որպես կազմակերպիչ մեղադրվում է, բայց իրականացնողների նկատմամբ որևէ նմանօրինակ գործընթաց այս բանը չկա, այսինքն կա կազմակերպիչ, չկա իրականացնող։ Այսինքն ոչ, սա նույն դրվագը չի, սա այն դրվագը չի, որի կադրերը այս երեկվանից փորձում են տարածել տարբեր կալիբրի ԿՊ-ականները։ Դրա հետ կապված եթե չեմ սխալվում կա դատական վճիռ։ Բացեք նայեք։ Ես պատմուճան հակած եմ։ Հարցնում եմ, ես դատավորի պատմուճան հակած եմ։ Ես ձեր հարցին պատասխանում եմ դրա հետ կապված, եթե չեմ սխալվում, դատական վճիռ կա, բացեք նայեք։ Այդ դրվագի Համբարձումյանը այդտեղ առասարակ չի եղել, բացեք նայեք։ Պարոն Մամեջանյան, իսկ ինչով է պայմանավորված, որ հենց այս փուլում պարոն Համբարձումյանը գնացել է Մոսկվա, որտեղ նաև այլ քրգործերի խուսափելու համար ապաստանել են ականավոր այլ Կարծում եմ պարոն Կերակոսյան, նախ չգիտեմ որ ականավոր այլ հանրապետականներ քրգործերից խուսափելու ձևակերպումը, այնտեղ այո առկա են մարդիկ, ում այս ռեժիմը, այս իշխանությունները քաղաքական հալածանքների են ենթադրում։ Դուք ձեր ձևակերպմանը կմնաք, ես հավանաբար իմ։ Դա առաջինը։ Երկրորդը, ձեր հարցը պարոն Կերակոսյան տեղին կլիներ, եթե չլիներ արդեն Դավիթ Համբարձումյանի հայտարարությունը։ Ես չգիտեմ աշխատանքային ինքը հայտարարել է, որ 28-ին վերադառնալու է, հետեւաբար թե ինչ կոնկրետ ինչ աշխատանքային գործողում ա եղել, ճիշտ ասած չգիտեմ։ Պարոն Մամեջանյան, պայմանավորված այս ամենը հստակ Եկեք, նախ դա գրված է թե հայտարարության մեջ գործադիր մարմնի, եւ թե դա հուշում է պարզ տրամաբանությունը, այդ դեպքը 18 թվականի դեպք է, նոր հիշեցի, հաջորդ կետը կազմակերպիչ կա, իրականացնողներ չկա։ Եվ երրորդը դե արդեն դատավճռի մասին, եթե չեմ սխալվում, մի քանի իրավաբաններ եւ իրավապաշտպաններ խոսել են, որ այնտեղ ամիսների հարց էր, հա, եթե վճիռը մի քանի ամիս տարբերությամբ լիներ, ապա այդ կետը անցնելու էր համաներման տակ, որը ոչ մի կապ չունի մեղավորության հետ, բնականաբար դա ոչ մի կերպ չի փոխում այն փաստը, որ քաղաքական հետապնդում է պարոն Համբարձումյանի նկատմամբ, բայց փաստը բնորոշ փաստ է, այնտեղ մի քանի ամսվա համար։ Դե հիմա եկեք մի քանի բան իրար հետ համադրենք։ Մի քանի ամիս տարբերությամբ վճիռատրվում, որ հանգարց համաներման տակ չընկնի։ Իրականացնողներ չկան, կազմակերպիչ կա։ Ինքը պատիվ ունեմ խմբակցության առաջադրած իմպիչմենտի թեկնածունն է եւ արդեն իսկ ունի խորհրդարանական ընդդիմության ամբողջական աջակցությունը ու այդ ամենից հետո պարոն Սիմոնյանը եւ բոլոր այդպիսի բան ասողները լավ կլինի կարդան
սազում է, ինքը ազգային ժողովի նախագահի աթոռին անստած, լավ կնի կանոնակարգ օրենքը կարդա եւ հասկանա, որ դա իմպիչմենտի գործընթացի հետ ոչ մի կապ չունի, դա հայտարարություն էր եւ մենք դրա մասին միլիոն անգամ ասել ենք։ Այստեղ չեմ հասկանում ինչ անել։ Ասում է գործընթացը իմպիչմենտի այսպես նշված հասել էր ավտենտիկին, համալա վարչապետին ընտրում էին նոր, հա, դրա համար եկավ իշխանությունը չնշեց, հա, ձեր տեխնացոին։ Գործընթացը կանգնած է, ոչ մի process չի լինում փողոցում։ Նախ խնդրում եմ ասել, ոչ թե իշխանությունը ասում է, այլ դուք եք ասում։ Դա նույնն է։ Պետք չի ավարտել, հասկացել եմ հարցը։ Ասում հասկացել եմ հարցը։ Իրականում չեք թիրախավորում բան Մամիջանյան։ Ինչպես մեկնաբանել։ Արդեն մեկնաբանեցի։ Ցանկություն կա չպատասխանելու ձեր հարցին, բայց ամեն դեպքում մեր քաղաքացիները արժան են պատասխանելու սրով։ Նախ սրանից հետո անկեղծ եղեք եւ ասեք դուք եք պնդում։ Ոչ թե ուրեմն սրանից հետո, երբ որ ես խոսում եմ, ինձ չեք ընդհատում։ Այդ կնայենք։ Դες մտքից տելեկտրեց։ Եթե այդ ձեր ցինիզմը դնենք մի կողմ, ապա նայենք հարցի գործընթացի էվոլյուցիան։ Հունիսի 7-ին այս գործընթացը երբ նախաձեռնվում էր, շատերը դրա հաջողությանը չէին հավատում։ Այս պահի դրությամբ դա միակ գործընթացն է, որը ունի ամբողջական ընդդիմադիր պարլամենտական եւ զգալի արտախորհրդարանական աջակցություն, իսկ թե դրա մասին ինչ հայտարարություններ են անում իշխանությունները կամ դրանց լրատվականները, ինձ բացարձակ չի հետաքրքրում։ Ավելին ասեմ, այն ԿՊ-ականները, որոնք այդ օրը երեկոյան ստորագրելու են իմպիչմենտի գործընթացի տակ, այդ օրը առավոտը փրփուրը բերաններին պաշտպանելու են Փաշինյանին, ես միշտ զբաղվում եմ նրանով, պարոն Կիրակոսյան, ինչին հավատում եմ, երբևէ այլ կերպ չի եղել ներառյալ այս դեպքը։ Երկիր մոլորակի վրա, որը Նիկոլ Փաշինյանը Եթե ես դուք մեր քաղաքացիները ցույց տանք, որ իրենք իրապես պիտի վախենան ժողովրդից ասումից, այլ ոչ թե Փաշինյանի SMS-ից, տենց բաներ չէ, հələ հատարհատ ցուցմունք էլ կտան Փաշինյանի։ Այո, ես դրան հավատում